Ես հորդորում եմ բոլորին, որ լավ պատրաստվել քննությանը։ Հիշեցնում եմ, ոչ ոքի չեմ զիջելու։ Ես նայեցի հարցաշարը, բայց այնտեղ 3 թեմա կար, որ չենք անդրադարձել։ Դասագրքերն ասել եմ ինքնուրույն կնայեք։ Ոնց։ Որ պետք է ինքնուրույն անենք ինչի համար ենք վարձ տալիս, հա։ Ուզում ես ոչինչ չանել։ Չէ։ Ուզում եմ, որ դուք չուզենաք ոչինչ չանել։ Դու չես տեսնում, որ ես այստեղ եմ։ Տեսնում եմ։ Ուղղակի շատ սոված եմ։ Շիպսի հոտներ տվել ա քթից։ Ուտեք մի հատ։ Կարելի է։ Դասը հեսակ ավարտվի, Վիկա, ինչ ես այսքան ուշանում։ Մոռացել էր, որ դասի է։ Ավելի կարևոր գործեր ուներ։ Գլուխը տանը մոռանայիր։ Չէ, լիֆտի մեջ էր մնացել։ Պապին էր մահացել թվով 8-րդ։ Ավարտեցիք։ Դե, երկու տարի ունենք։ Լավ, այդ ամեն ինչը հասկացանք, բայց մահվան հետ կապված կատակներ անել։ Մա, այդ ինչ է, Վիկայի պապու թեմայով տես նեղվեցի։ Ամբողջ համալսարանում մենակ ձեր կուրսում ա, որ սենց ուրախանում եմ զանգից։ Մենք էլ ենք շապտիրում, ընկեր Մովջիջյան։ Առհասարակ մահն են թեման է, որի շուրջ պետք չի կատակներ անել, որովհետև մեզից յուրաքանչյուրը չգիտի, թե երբ կմահանա։ Կյանքս դու մի մտածի, դու մահանալու ես 90 տարեկանում, մեր տանը երեխեքի ու թոռների հետ շրջապատված։ Ինչի 90 տարեկանները չեն ուզում ապրեն, հա։ Լավ, վերջացրեք։ Ես չեմ ուզում մահվան մասին մտածել ոչ հիմա, ոչ էլ 90 տարեկան։ Ես չեմ հասկանում, ինչն է խնդիրը, որ որտեղ հայտնվում եմ, սկսում են մահվան մասին խոսալ։ Հա, ճիշտ ես ասում։ Ներս չի ձեռդ գերանտի կա, բայց դու մահն ես հիշացնում, էլի։ Մահը։ Լավ երեխեք, եկեք փակենք այս թեման։ Թե կյանք, դու էլ ես ծանրակտանում մահվան թեման։ Մահվան։ Մանոն ճիշտ է ասում, կան բաներ, որոնց շուրջ կատակներ անել պետք չի։ Բայց ման, ես չգիտեի, որ դրանց հակափիլիսոփայական վերաբերմունք ունես դեպի մահ։ Ես առհասարակ կուզենայի ոչ մի վերաբերմունք չունենալ մահվան։ Լավ ման, մեկը բախ թե ուշ բոլորից վերջն էլ դա է։ Բայց եկեք ամեն դեպքում փակենք էլի այս թեման։ Ճիշտ է ասում Լիլուշս։ Եկեք ես այդ տրամադրությունը բարձրացնեմ։ Հեսա հավեսով խրխրթիկ բան եք ուտում, բայց ինձ մոտենում են լայն ժպիտով։ Դու նախ ասա տեսնեմ իմ սիրած համը կա, հետո կհասկանամ ինչքան լայն ժպիտով մոտենամ քեզ։ Ասեմ, որոն, բեկոր, տոմատ, սմետան մեկ էլ կանաչի։ Խորոված։ Այո։ Սենց լավ է։ Արման։ Սրմից։ Մի վարկյան, որ այսպես շարունակվի ինձ բան չի հասնել, ինձ Հանքրեզ ես դուս։ Սպայնս դարը։ Նորմալ է, ես դուս էլ լավում աղ։ Վիկ է դու ես բա։ Tell me back. Քիչենկոմ տանձից արկա ոնց կար Բիկ Էլի լավ չես ուղղ ես Այ հորստար
Չգիտեմ։ Էդ ինչ եղար։ Էդո։ Կարելի մի վարկյան սպասի։ Ինչ եղավ։ Հələ այդ կողմի գնա։ Սպասի։ Մի րոպե։ Մանո։ 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 Տղեդ քանի տարեկան է։ 22։ Ավելի ճիշտ մի քանի ամսից կդառնա 22։ Անունը ինչ է։ Էդգար, չնայած ոչ մեկ իրան տես չի դիմում։ Էդո են ասում։ Դու էլ։ Չէ։ Ես Էդգար եմ ասում միշտ։ Ինչ անում, ինչով է զբաղվում։ Սովորում համալսարանում։ Ինչ մասնագիտություն է ընտրել։ Այն ոստիկանները նարկոտիկների հետ կապված ինչ են ասում։ Այդ ընդհանուր ենթադրություններ են։ Էդգարը նման բաներից հեռու է։ Երբեք այդքան վստահ մի խոսա։ Ես իմ տղուն լավ եմ ճանաչում։ Պարզ չի, որ ստեղ են եղել երեխեքը։ Ու իրենք կապ չունեն դες բաների հետ։ Այդ էլ ես ճիշտ ասում։ Ուղղակի մենք երբեմն այն անհրաժեշտ ժամանակը, որ պիտի անցկացնենք մեր երեխեքի հետ, չենք անցկացնում։ Իրանք մեծանում են, կյանք մտնում, բայց մեր մոտ տպավորությունն է, որ իրանք այդ նույն միամիտ ու փոքր երեխեքն է, որ ոչինչ բան չեն հասկանում։ Իրանք իրոք միամիտ են։ Ու իրոք չեն հասկանում այն ամեն ինչ մենք ենք հասկանում, մենք ենք տեսնում։ Բայց հենց այդտեղ ենք մենք միշտ սխալվում։ Իրանք երբեմն մեզնից ավելի շատ բան են հասկանում։ Ես մի բան լավ գիտեմ։ Հենց գտա Էդգարին ամեն ինչ ուշ ձևա լինելու։ Ափսոս, որ սենց պահերին եք հասկանում, որ շատ բան չենք հասցրել անել։ Ես դեռ կհասցնեմ։
Էդ գտակ մի բան։ Կարեն ասում էր խնձորի ծառ կա։ Էդ ինչ ա եղել։ Ես էլ փորձում եմ այստեղ մի քիչ կարգի բերեմ։ Դե դեռ չգիտենք ինչքան կմնանք։ Չնայած Կարենը ասում է այսօր կամ վաղը ճանապարհ կընկնենք։ Բայց դեն հույսով որ Մանոյին գտած կլինենք էլի։ Սենց մի պահի էլի։ Լիլ։ Էդ ես հավատում եմ, որ մենք այստեղից դուրս կգանք։ Ուղղակի ես չեմ կարող առանց Մանոյի։ Պիտի մի բան անենք, Մանոյին գտնենք։ Լիլ Մանոն ստեղը։ Ոնց։ Մանոն էստեղ, հա։ Էդ գտել ա մեզ։ Դու լավ էլի ինչի տենց բանը շուտ չես ասում։ Լիլ սպասի։ Լիլ չգիտեմ ով արել, աթուլը պետք է պարել, եկան ա գտել։ Գտել? Կարող է հենց իգտել արել ա։ Ինչ ես խոսում։ Մենք գիտեինք, որ դու պատճառ ունեիր։ Ինչ պատճառ։ Եթե խորանանք, մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ պատճառ կունենա։ Լավ հանգստացեք, հա ալը։ Մենք մեղմ ասած շոկի մեջ ենք։ Գնացեք էլի։
Կար։ Հետո հանգիստ գնացեք ինձ թողեք մենակ մանոյի։ Գնացեք ստեղից։ Սենց չպետք արներ։ Ուրիշ ձև պետք արներ ամեն ինչ։ Մենք պետք է ամուսնանայինք, իրար հետ ապրեինք։ Երկու տղա ու մի աղջիկ պետք է ունենայինք։ 40-ից հետո էլ պետք է ճանապարհորդեինք Եվրոպայում։ Այդ քո երազանքն էր։ Երեխեք այդ ժամանակ մեծ կլինեին, մենք էլ աշխարհը կտեսնեինք։ Դու ամեն ինչ սենց չպետք է վերջանար։ Մանոն պետք է ապրեր։ Շատ երկար։ Գիտեմ աղբերս, գիտեմ։ Հավատս չի գալիս, որ այս ամեն ինչը իրական է։ Ոնց ենք հիմա գնալու։ Ոնց ենք մանոյն այստեղ թողնելու գնանք։ Լիլիթ հետո կհասկանանք։ Հիմա դրա ժամանակը չի։ Այդ վախենում եմ։ Շատ եմ վախենում։ Ահա որ ուղղակի ով ասեց բան արելով արե։ Խոսենք հետո։ Ներս գնանք։ Ասեց ներս գնանք։ Դե հա, Լիլին ինչ պետք է անի։ Լիլ, ամեն մեկը իրա ցավը յուրով է ատանում։ Կարենը պարտավոր չի իրան պահի այնց, ոնց որ դու ես պատկերացնում։ Լիլի ինձ մի բան ասա։ Ինչ նկատի ունեիր, որ ասում էիր Վիկան պատճառ ուներ Մանոյին սպանելու, հա? Չեմ հիշում ինչ եմ ասել այդ։ Մոռացի։ Բարի լավ։ Դասի։ Մա,
Արի նստի կողքս։ Մամ, ինձ թվում էր մենք խոսացել ենք, ամեն ինչ հասկացել ենք։ Ու ինձ թվում է քո կասկածների պատճառով ես չպիտի բաց թողնեմ իմ դասերը։ Եթե չես հավատում, կարաս հետս գաս դասի ու միջև վերջ մնաս։ Չէ, ինչ ես խոսում։ Ուր կա Միլոնա։ Ճիշտ ես, բալես։ Դու պիտի գնաս դասի։ Բայց խնդրում եմ հեռախոսդ միացրած պահես, երբ զանգեմ, զանգերից պատասխանես, լավ։ Անպայման, մամ։ Իլոնա, քեզ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ինչ նկատի ունես։ Դե մի տեսակ շատ հանգիստ ես։ Ոչ մի բան չես հարցնում աղբորիցդ։ Մամ, որովհետև Կարենին լավ եմ ճանաչում։ Ու դու անիմաստ անհանգստանում ես։ Ինքը իր անկերների հետ է հաստատ։ Չգիտեմ, Իլոնա։ Այդ ամեն ինչը հերիք չի, մի հատ էլ եսի մինչերի մեջ են կասկածում երեխեքին։ Այսինքն։ Դե մտածում են, որ թմրանյութերի շրջանառությամբ են զբաղվում ու փորձել են թմրանյութ դուրս հանել երկրից։ Դե իրականում հնարավոր է։ Ինչ ես խոսում։ Մեկ ուրիշի մոտ էլ ասես կմտածեն ախպերը թմրամոլ է։ Մամա, արի ռեալ նայենք։ Կարենի շրջապատը իմանալով իրանցից ամեն ինչ սпасելի է։ Սուս մնա, հա, Իլոնա։ Չնայած ինչ եմ ասում։ Ես քեզանից էլ շատ բան չէի սպասում, բայց արի ուտես։ Մամ, էլի սկսվեց։ Լավ, վերջ, գնում եմ։ Դու էլ շուտ պարկի քնի, որ հանգստանաս, առավոտյան կարողանաս արթնանաս, մեջդ էներգիա լինի։ Բա ես ինչի համար է։ Կխմեմ, կակտիվանամ ու առավոտյան կգնամ դասի։
մոտ է եղել է դանակը։ Ինչ դանակ։ Չես հասկանում։ Չգիտեմ ինչ ես հարցնում։ Ինչ ես քեզ էշի տեղ դրել արա։ Դու չես հասկանում, որ սպանությունը մեզից մեկն է արել։ Այս տարածքում բացի մեզնից էլ մարդ չկա։ Ուրեմն հնարավոր է, որ հենց դու ես արել։ Դե ով մեղավոր է լինում, հիմնականում առաջինը ինքն է բարձրաձայնում, որ կասկածներ չառաջացնի։ Չէ՞։ Հա, կամ էլ դու ես արել։ Էդ էլ կարա տրամաբանական լինի, ուզում ես մեղքը տին վրա բարդես։ Կամ Լիլիթը, կամ Վիկան, կամ ես, չէ՞։ Արամին ինչի հանեցիր ցուցակից։ Այն վիճակում, որ մենք ենք թողել Արամին, ինքը չէր կարա սպանել ոչ մեկին։ Հա, ու մեր Արասն էլ սպանության հավասար բան է։ Ու Արամի մահը իմ ու քո ուսերին է։ Սենց դնես մենք չենք կարողանալու փրկենք Արամին հետո։ Անիմաստ մենք էլ ենք մեռնել։ Հիմա էդ էլ կարևոր չի։ Ավելի կարևոր բաներ կան։ Հասկանանք, թե Մանոին ով է սպանել։ Որտեվ կարող է Մանոն ուղղակի առաջինն էր։ Ինքը սպանելով գնա միջև մնա մենակ։ Երկար ճանապարհ ունենք։ Կա էլի։ Մանավանդ որ չգիտենք որ ուղղությամբ են գնացել։ Իսկ որ հենց ուղիղ գծով ենք գնում ու մոտակայքում չենք նայում։ Այդ նորմալ է։ Այս հատվածում մոտակայքում պատսպարվելու տեղ չկա։ Իրանք էլ հաստատ բաց անտառում գիշերած չեն լինի։ Մի օպե, բայց եթե իմ ենթադրությունները ճիշտ են ու իրանց հետ տարածքի իմացող մարդ կա, մի հատ տեղ կա, որտեղ կարան լինեն։ Քարանձավ։ Ինչ-որ բան են չի։ Չգիտեմ։ Բայց եթե իմ ասած տեղը գտած լինեն, հնարավոր է պաշտպանված լինեն դրանցից։ Ումից։ Այս ամբողջ ընթացքում մի բան եմ նկատել։ Ինչքան ճանապարհ անցել ենք ու երեխեքի հետքեր են հանդիպել, իրանց հետևել են։ Այսինքն ով։ Ուզում ես ասես, այդտեղ էլի մարդիկ կան։ Երեխեքի հետքերի զուգահեռ գայլերի հետքեր են եղել։ Գայլի։ Գայլերի, Դավիթ։ Ոհմակի։ Պետքա շուտ գնանք իմ ասած տեղը, եթե հասել են ընդեղ, ուրեմն փրկվել են։ Գնացինք։ Կարող է գնաս տնաս Լիլիթը ինչ եղավ։ Մի բան եղած չլինի։ Չէ, բան էլ չկա։ Երևի այդ պահածոներն է անդրում, տնա որն է ավելի անվտանգ։ Բայց վստահ եք, որ այդ պահածոները ուտել կլինի։ Ամենակիչը մի 30 տարվա կլինեն, եթե ոչ ավելի շատ։ Դե կներես էլի, որ չենք կարող քո համար խորոված սարքենք։ Լավ է եկա։ Այդ ինչ ես բերել։ Սապսեները որտեղից։ Մեկ ուղից եմ գտել։ Մաքրել եմ նորմալ է։ Հələ բեր տնամ այդ ինչ է։ Միակ նորմալ բանը սա էր, որ կարայինք ուտենք, մուրաբայա։
քիչ էլ եթե տենց նայես կկանգնի կոկորտիս։ Մարդկային կյանքը, որ կոկորտից չի կանգնել, այդ հաստատ չի կանգնի։ Դե հերիք եղավ։ Զզվցիր արդեն։ Ձեզնից էլ լավ մարդասպան։ Ամեն մեկը թաքնված տականք եք։ Դե կարող է հասկանալով խոսաս ու չափավորես բառերը։ Դե բայց ինչի համար։ Մարդը ճիշտ է ասում, էլի։ Ես հոյին տեսածին եմ հավատում։ Հետո դու լավ գիտես, որ այդ լրիվ ուրիշ պահ է։ Հարես քեզնից ամեն ինչ սպասում եմ։ Դու որ կարացար Էդ ինչ արել Կարենը, որ անընդհատ ասում ես էդո։ Ես ոչ մի բան էլ չեմ արել։ Ուղղակի սաղդ փորձում եք ձեր վրայից կասկածները գցեք։ Հնարավոր է ձեր մեջ այս մարդասպանը։ Ես բոլորից այդ ամեն ինչ սպասում եմ, որովհետև բոլորդ հնարավոր է պատճառ ունեիք Մանոյին սպանել։ Հարա լսի քեզ ինչ եմ ասում։ Հա, ինչ ես ասում։ Սպանեք։ Դուք էլ իրար սպանեք։ Ես ու Վիկան էլ իրար սպանենք։ Մի հատ գերեզման փորող չունենանք։ Մեր մարմիններն էլ ворթերի բաժին դառնան։ Ահա որա ուղակի։ Ահա որա։ Անկեղծ վախենում եմ արդեն գիշերը քնեմ։ Մտածում եմ մեկն ու մեկը դանակը կմցնի փորս։ Ես վստահ եմ, որ ոչ մեկը չի խոստովանի, որ ինքն է սպանել։ Այդ նշանակում է, որ պետք է զգուշանանք։ Մեկս մյուսից էլ։ Հա ինչ որ պետք է այս ծանր պահին իրար թիկուկ լինի։ Ուր էդ։ Ներվերները չունեմ էլ։ Բալես, եկար, նստի միասին նախաճաշենք, վաղուց միասին չենք նախաճաշել։ Հա, ինչ Կարենը տունը չի, ոչ ճաշի ժամը գիտենք, ոչ էլ նախաճաշի։ Հա, ուտելիքն էլ կուլ չի գնում։ Դավիթը գնացել է փնտրելու, բայց ոնց հասկանում եմ կապ չկա, որովհետև նորություն չունենք։ Ուր է գնացել։ Դե ասել եմ, անտառ։ Հա։ Իլոնա, բալես ինչ որ բան ա եղել, տխուր ես։ Չէ, մամ, տխուր չեմ։ Հաստատ։ Բայց աչքերիցդ երևում է։ Չէ, մամ։ Ուղղակի ես էլ եմ Կարենի համար անհանգստանում։ Ինչքան էլ որ գիտեմ, որ ամեն ինչ իր հետ կարգին է։ Հաստատ բան չի եղել, Իլոնա։ Մամ, հաստատ ամեն ինչ նորմալ է։ Որ ինչ որ բան լինի, ինձ կասես, չէ։ Հա, մամ, կասեմ։ Գիտես չէ, քեզ ինչքան շատ եմ սիրում։ Այ արևս։ Բա ես քեզ ոնց եմ սիրում։ Դե լավ, գնամ Չուշանան։ Գնա բալես, գնա։ Հեռախոսդ միացրած կպահես։ Հա, հանգիստ եղի։
Ամենաահավորը գիտես որն է, որ եթե լուրջ մտածենք, բոլորս էլ կարանք կասկածենք իրար, բոլորս էլ պատճառ ունենք իրար սպանելու։ Չափազանցնում ես։ Չէ, вообще։ Դու իմ հետ ինչի ես խոսում։ Այսինքն կարող է ես եմ Մանոյին սպանել։ Հա ինչի ինչ չես կասկածում։ Բա դու ինձ ինչի չես կասկածում։ Հայդո, մեզնից յուրաքանչյուրը կարող սպանել։ Բայց այդքանի հետ մեկտեղ ես մեզանից ոչ մեկին չեմ կարողանում կասկածեմ։ Իրոք կասկածեմ։ Այսինքն բացի մեզանից այս անտառում էլի մարդիկ կան։ Չկա։ Արամը։ Չի կարա լինի։ Արամը տարբերակ չուներ փրկվելու։ Իսկ եթե փրկվել է, եթե ես իրա ձևն է վրեժ լուծելու ինձնից։ Եթե դաժե փրկվել է, ինքդ ոտով չէր կարող այս ամեն ինչ անել։ Չգիտեմ ինչ ասում։ Ես էլ։ Մեր շարժվել է պետք ստեղից։ Հա, ինչքան նստենք այդտեղ այդ պահածոներից ուտենք, պետք է փրկվենք, պետք է գնանք ստեղից։ Ճիշտ ես, պետք է ինչքան հնարավոր է շուտ գնալ ստեղից։ Կար, մենք գալու ենք Մանոյի հետևից։ Մենք իրանց տեղ չենք թողնի։ Հասանք։ Ես ինչ տեղ է։ Ընդհանրապես ում մտքով անցել, այս անտառի մեջ տուն կառուցել։ Դե երևի այն ժամանակ անտառը այսքան սարսափելի չի եղել։ Ով գիտի։ Սպառումները ինչի համար է։ Դժվար է ասել։ Հնարավոր է, որ ստեղ եղել են։ Հնարավոր է, որ դուրս են եկել ու հետո հետ կան։ Էլի եմ ասում, ժամանակից շուտ ոգևորվել պետք չի։ Ստեղ մարդ եղել է հաստատ, բայց չգիտենք երբ։ Ստեղ մարդ է եղել ու ոչ շուտ։ Ինչ իմացար։ Այս արձալը փոշոտ չէր, թափ են տվել ու օգտագործել։ Աստորեն ստեղ մարդիկ են ապրել։ Ես ով է։ Տանտերն ու կառուցողը։ Բայց վաղուց մահացել է։
Հաստատ ստեղ են աղել։ Լավ գնա ուտելու բան ունեցել։ Ինչ է։ Ես հետ շտավ չի։ Այս սունկերը ուտելու չեն։ Եթե գերել են, նշանակում է այս ամեն ինչը անիմաստ է։ Թունավորա։ Հալյուցինոգեն։ Ու ավելի վատ բան ասեմ։ Եթե կերելուց տեղից դուրս են եկել, նշանակում է իրանց ողջ գտնելու շանսերը զրոյանում են։ Սենց ոնց է հնարավոր լավ։ Դե ոնց բացատրեմ։ Այս սնկերը մարդկանց մոտ առաջացնում են։ Ես գիտեմ ինչ են առաջացնում իրանք մարդկանց մոտ։ Բայց կավա չեն կերել, կավա դուրս են եկել սնունդ փնտրելու։ Եթե իրանք են ստեղ եղել, չգիտեմ, այս վառարանը երկար ժամանակ չի աշխատել։ Լսի, քո բոլոր տարած տեղերում իրանք եղել են։ Հաստատ էլի տեղ կա։ Չէ։ Ես էլ ապահով տեղ չգիտեմ, բոլոր հնարավոր տեղերում եղել ենք։ Մնում ամենակ անտառը են էլ։ Դե բարի գնանք, ում ես սպասում։ Այսօր ստեղ կգիշերենք, լուսաբացի ճանապարհ կգնենք։ Լսի դու ինձ ձեռ ես առնում։ Խոսում ես սնկից, իր ազդեցությունից, երեխեքի ողջ մնալու անհավանականությունից ու ուզում ես նստեմ սպասեմ։ Հիմա դու ինձ լսի։ Քեզ թվում է ես չեմ ուզում տղուտ գտնես։ Իհարկե ուզում եմ։ Բայց դու մտածել ես, որ մեր հետ կարա ինչ-որ բան պատահի։ Ու այդ ժամանակ տղուտով ապընտրելու ոստիկանները ձեր։ Իրանք գործը մի անգամից փակելու են ու այդ ժամանակ ոչ դու ողջ կլինես, ոչ էլ ինչ-որ մեկը երեխուտ կփնտրի ու կգտնի։ Ինձ արդեն չի հետաքրքրում։ Ես չեմ կարող մի գիշեր քնել, իմանալով, որ երեխեքին գտնելու շանսը օր-օրի պակասում է։ Այ էս այնա, ինչը որ քո մոտ ամենալավն է ստացվում։ Հիմա ես ոնց հասկանամ։ Քո ասածները adekvat են, թե չէ։ Չեմ պատրաստում քեզ խոսքով ինչ-որ բան ապացուցել։ Ես գործով ամեն ինչ ցույց եմ տվել ու ապացուցել եմ, որտեղով անցել ենք երեխեքի հետքերը եղել են։ Ու ես շատ լավ գիտեմ ստեղ մթով ինչա կատարվում։ Ու շուտով մութը ընկնելու է։ Ես թքած ունեմ, լսում ես։ Չես գալի, մենակ կգնամ։ Ինձ քո օգնությունը պետք չի։ Սպասի, Դավիթ։ Դավիթ, սպասի։ Ինչ ես անում ստեղ։ Մանոյին ստեղ եմ գտել։ Ինչ։ Ստեղ էր պարկած։ Ինձ թվում է կյանքում այդ տեսարանը չեմ կարող մոռանալ։
Չես գալիս։ Գալիս եմ։